Գազթուղ քաղաքացիական շարժումը նախաձեռնվել է դեռևս 2013 թվականին, կհիշեք շրջարկի փոփոխությունների հետ կապված ցույցերի ժամանակ։ Հիմա, քանի որ նույնը կրկնվում է, 10 տարի անց նույն օրենքները փորձում են արդեն մտցրել են, փորձում ենք ինչ-որ ձևով օգտակար լինել մանր և միջին բիզնեսին։ Ինչ է կարծում այս պահին, այս ստորագրություններին, հանդիպումները ի վերջո արդյունք կտան, որովհետև տեսանք, որ նախարարի հետ հանդիպում եղավ, պատկանալ մարմինների ներկայացուցիչների հետ, բայց օրինակ ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ճիշտ ուղով են գնում։ Կարծում եմ սրանք լուրջ բաների չեն բերի, լուրջ հետևանքներ չեն ունենա, կոնկրետ ստորագրությունները, փոքրիկ հանդիպումները, բայց բոլոր քայլերը միասին եւ իհարկե ժողովրդի ընդվզումը կարող են լուծում տալ, ունենք փորձը, ունենք պատմական, այսպես ասած, բան ունենք, փաստ ունենք, որ մեկ անգամ հասել ենք այն բանին, որ իշխանությունը իսկապես հասկացել է, որ սա խնդիր է, այսպես չի կարելի աշխատել բիզնեսի հետ։ Հուսով եմ հիմա նույնպես իշխանությանը կարողանանք հասցնել, որ այս ձևով հնարավոր չի, այսքան հարկերի բարձրացումով սխալ կլինի ինչ-որ մի բանի հասնել։ Սա ոչ միայն հարվածում է բիզնեսին, սա հարվածում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, սա հարվածում է ընդհանուր Հայաստանի տնտեսությանը եւ սրանով մենք վերացնում ենք մանր բիզնեսը, ՊՄԾ ոլորտը։ Այս խնդիրը ապագայում սերունդներն են սրա խնդրի առաջ կանգնելու, որովհետեւ այսօր մենք արդեն կարելի ասել մեր մանր բիզնեսը, մեր ՊՄԾ-ն, մեր մանր թեթև արդյունաբերությունը կարելի ասել արդեն ԵԱՏՄ խոշոր երկրներին են հանձնել եւ սրանով վերջնական քայլերն են կանում, որպեսզի այլևս Հայաստանը չունենա սեփական ՊՄԾ։ Նայեք, պարոն Գրիգորյան, իշխանությունները բարբերաբար նշում են, որ ներդրումային միջավայրն են բարելավում, բիզնեսի համար աջակցման տարբեր ծրագրեր են իրականացնում, հայտարարում են, որ հարկատուն հերոս է, բայց նաև այսպիսի քայլերով պնդում են, որ իրենք ճիշտ ուղու վրա եւ հեղափոխություն արել են, որ բոլորը ենթարկվեն հարկային նույն այսպես օրենքին եւ բոլորը դառնան հարկ վճարողներ, չխուսափեն, ստվերում չլինեն։ Միանշանակ համաձայն կլինեի, եթե այդ ամեն ինչը պոպուլիզմ չլիներ եւ իշխանության քայլերը իսկապես բերեին դրան, այստեղ ոչ մեկ չի եկել եւ խնդրում, որ հարկ չվճարի կամ պահանջում իրեն ազատել հարկերից, բոլորն էլ ցանկանում են հարկեր վճարել, բայց մարդիկ պահանջում են խաղի կանոններ, որոնք պարզ եւ հասկանալի կլինեն բոլորի համար։ Տեսեք, հասարակ օրինակ եմ բերում, մի միֆ է ստեղծել իշխանությունը, որ սրանով պայքարում է ստվերի դեմ։ Այսինքն ասում է, թե կան որոշ տնտեսվարողներ, որոնք չունենալով փաստաթուղթ, որոնք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում եւ այլ եւ այլ։ Բայց ժողովուրդ ջան, սրանով մենք չենք պայքարելու այդ ստվերում աշխատող բիզնեսների դեմ։ Նրանք նույն ձևի մնալու են իրենց ստվերի մեջ, էլի փաստաթուղթ չեն ձեռք բերելու, շրջանառություն ցույց չեն տալու, իրենց ապրանքը թաքցնելու են, այսինքն մենք անընդհատ պատժում ենք օրինապահ հարկ վճարողին։ Փաշինյանը ասել գնալու է հետևներից։ Ում հետևից է գնալու, լիքը հնարավորություն կա գնալու, տեսեք, տարեց տարի, տասնյակ տարիներ գնում են հետևներից ու չեն հասնում։ Ու անընդհատ բարդացնում են օրենքները, անընդհատ բարձրացնում են հարկերը օրինապահ հարկ վճարողների համար։ Օրինակ եմ բերում ձեզ, եթե ես հարկ թաքցնող եմ, ես ՀԴՄ կտրոն չեմ տրամադրում, հաստատի այս 10%-ը ինձ վրա չի ազդելու, չէ՞։ Ես ՀԴՄ կտրոն ուղղակի չեմ տրամադրում։ Իսկ դուք հարկ եք վճարում, օրինապահ աշխատում եք, ՀԴՄ կտրոն տրամադրում եք եւ ձեր հարկը բարձրանում է 10%, դուրս եկավ ում դեմ պայքարում։ Ստվերի դեմ թե հակառակը։ Սրանով ունեց անում, որ ստվերը ավելանա երկրում։ Ես մաքսային ոչինչ չեմ թաքցնում, ապրանքներս օրինակելի բերում եմ, ամբողջը լրացնում եմ, հայտարարում եմ, ցույց եմ տալիս։ Ինձ համար գները թանկացնում են, ինձ համար հարկերը բարձրացնում են, իսկ ասենք օրինակ դուք ոչինչ ցույց չեք տալիս, գրպանը գումար եք դնում, անցկացնում եք ապրանքը, փաստաթուղթ էլ չեք տալու, ՀԴՄ էլ չեք տալու, ինվոյս էլ չեք գրելու։ Այսինքն ում դեմ դուրս եկավ սա։
Հայ, պարոն Գրիգորյան, տարին սկսվել է, այս փոփոխությունները տարեստարի վերաբերում են ավելի լայն շերտերի, հարկային փոփոխությունները նկատի ունեմ, կառուցապատողները բողոքում են, առևտրականները բողոքում են, ոսկու ոլորտում առևտուրանողները բողոքում են քաղաքացիները կարմիր գծերից, բողոքում են турքերից, անհամաչափ բաշխումից։ Սա միտումնավոր քաղաքականություն է, թե ուղղակի այլ ելք չունեն, քանի որ բյուջեն, այսպես ասած, դեֆիցիտ ունի։ Տեսեք, 7 տարի առաջ մեզ ասում էին, որ բյուջեն համատարած թալանվում է, լավ, էլ չի թալանում, հիմա ամբողջությամբ գնում է բյուջե հարկերը, մեզ ասում էին, որ հարկերը շատ քիչ են, որոշակի բարձրացումներ, 7 տարի անընդմեջ հարկեր են բարձրանում, այնպես չի, որ նոր է բարձրանում, գույքահարկն է բարձրացել, մյուսը, ակցիզային հարկերն են այս ընթացքում թանկացել, կոմունալ վճարումներն են այս ընթացքում թանկացել, այսինքն անընդհատ բյուջեի մուտքերն ավելանում են, չէ, բայց չգիտես ինչի, մեր մոտ անընդհատ պետական պարտքն է ավելանում, բյուջեի դեֆիցիտն է ավելանում, սա ինչ է մեզ ասում, ոնց կարա անընդհատ հարկ բարձրանա, այսինքն դուրս է գալիս ինչ որ ապաշնոր ձև են ծախսում, չէ, մեր հարկերը, ու սենց իրանք անընդհատ միջև ուր են բարձրացնելու 100%, 200%, 500%, եթե այս մարդիկ ծախսելու ձև չգիտեն, եթե տղամարդը գումարը բերում է տուն կամ կինը, մյուս ամուսինը այդ գումարը հանում պատուանից շփում է դուրս, ոնց կարա դա հերիք լինի, այսինքն պետք է անընդհատ հարկ բարձրացնել, մենք ասում ենք եղբայր, եթե պետք է հարկ բարձրացնել, խնդիր չկա, բայց դու մեզ արի մի հատ ցույց տու, դու ինչի համար ես դա անում, ինչա դա քեզ տալու, ստվերի դեմ պայքար չի տալու, ստվերի մեջ աշխատողը շարունակելու է մնալ ստվերի մեջ, տեսեք ոնց ձեզ ասեմ, ոնց որ բռնեն բոլոր օրինապահ քաղաքացիներին փողոցում քայլելիս տուգանեն, ինչա մի երկու հոգին մայթով չեն քայլում, տենց չի լինում, էլի, տենց չի երկիրը բերվում օրինապահ կարգավիճակի, ոչ թողնում են օրինապահ աշխատողին հանգիստ, ամբողջ ներուժը դնում են ստվերում աշխատողի վրա, եւ այդ գործիքակազմը, օրենսդրական գործիքակազմը ՊԵԿ-ը այսօր ունի, ոչ միայն ՊԵԿ-ը, բոլոր կառույցները պետական այսօր ունեն շատ հանգիստ, կարող են ստվերը վերացնել, եթե ցանկություն ունեն։ Հայաստանը մեծամասամբ ներմուծող երկիր է։ Ընդհանրապես պետք է մաքսային դարպասները հսկել, վերահսկել, որ սևով ապրանք չմտնի Հայաստան։ Ըտե ինչ մեծ խնդիր կա։ Ոչ մի խնդիր, հանգիստ կարելի է լուծել։ Մի քանի ամսում ընդամենը։ Մյուս օրինակը, բանը հեղություն մտքից կտրված։ Իսկ այդ ընդհանրումը, որ ասում եք, մի անգամ ընդունման միջոցով հասել եք ինչ-որ բանի, հիմա ոնց է պատկերացնում, որտեղ 4 ամիս է արդեն հունվարից հետո գալիս են կառավարության դիմաց, գալիս եք, բողոքում եք, պայքարում եք ազգային ժողով, հանդիպումներ, բայց ըստ էության ձեր խնդիրը չի լուծվում։ Հիմա ընդդեմ է այսպես բողոքություններով է լինելու։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս իշխանությունները լսելու ունակություն չունեն։ Նախորդներին մենք ոչ թե ընդվզումով հասանք, որ նրանք հետ կանչեցին օրենսդրական փոփոխությունները, այլ մենք նրանց ցույց տվեցինք այս իրականությունը, որը ձեզ ասացի։ Մենք ցույց տվեցինք, որ հենց այդ նույն պետական պաշտոնյաների մատն է խառը այդ ստվերի մեջ։ Մենք ցույց տվեցինք, որ հենց այդ նույն վերահսկող ՊԵԿ-ի մատն է խառը այդ ստվերի մեջ։ Ապացույցներով բացատրեցինք մարդկանց, որ խնդիրը ոչ թե, չգիտեմ, շուկայում օրը 10,000 դրամի շոր վաճառողի մեջ է, այլ խնդիրը են վերին օղակների խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչների, իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, շատ փոքր տոկոսի, որոնք ռեալ դերակատարում ունեն երկրի տնտեսական իրավիճակի մեջ։ Այդ ամեն ինչը մարդկանց ցույց տվեցինք, հասկացան, որ չէ, պայքարելու ուրիշ միջոց է պետք գտնել։ Նորից եմ կրկնում, բռնելով բոլորի համար հարկ բարձրացնելով, դու չես պայքարում ստվերի հետ։ Դա ընդհանրապես պոպուլիզմ է։ Սա ուղղակի սրանով ուզում են իրենց աննորմալ ծախսերը կարողանան փակել։ Մարդիկ, ասում եմ ձեզ, մի քանի անգամ երկրի պետական բյուջեն աճել է, բայց շարունակում է աճել նաև դեֆիցիտը հետը։ Շարունակում է աճել պետական պարտքը անգամներով, ոչ թե մեկ անգամ, կես անգամ կամ 10% կամ 20%, այլ մի քանի 100%-ով պետական պարտքը աճում։ Փաստացի դուրս է գալիս, որ մեր փող բերողի մեջ չի խնդիրը, այդ փողը ծախսողի մեջ է խնդիրը։ Ես առաջարկում եմ սկսեն իրենցից։